Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսած է Western Armenia շաբաթատերտի 119-րդ թիվը, Կոստանդո Բոլսո Պալատ Մանգադուն, հացը որբերու գոյատևման հիմնական միջոց, թրախտ նիմնիկնության հասցեն է, Արցախցի գրող, Իրան հարվածած է Քուվեթի ռազմական գայանը, Իսրայել Լիբանան բախումներ, զոհերու թիվը անցած է 1200-ը, Խադուդիկ բուժիչ խոդաբույս, աջակցին Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթատերտի 119-րդ թիվը, որուն շաբիգին ներկայացված է 1001 եկեղեցիներու մայրաքաղաք Անի։ Քաղաքը ուր գահանտիբին պատմությունն ու առասպելը։ Անին իր ծաղկման կակատնագետին հասած է Բաքրադունիներու օրոք, դառնալով կարևոր մշակութային, արևդրական եւ հոգեվոր կետրոն։ Քաղաքը հայտնի էր իր բազմաթիվ եկեղեցիներով, շքեղ գառույցներով եւ զարգացած ճարտարապետությամբ, ինչի շնորհիվ ստացած է 1001 եկեղեցիներու քաղաք անվանումը։ Այսօր Անին պատմության եւ առասպելներու Եզագի խաչմերուկ մնե, որում բաբանված ավերակները գվկային երբեմնի հզոր եւ շքեղ քաղաքի մասին։ Western Armenia շաբաթատերտը կհրադարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով, նպաստելով հայկական մշակույթի դարացման եւ Արևմտյան Հայաստանի մասին միջազգային իրազեկության խորացման։ Կոստանդո Բոլսո մեջ 1919-1921 թվականներու կորցած Պալատ Մանգադան արխիվային փաստաթուղթերը կբացահայտեն որբերու առօրյա կյանքի ծանր պայմանները։ Երեխաներու հիմնական սնունդը հացն էր, որ հաճախ կդառնար գոյատևման միակ միջոցը։ 1919 թվականի սեպտեմբեր 26-ի 3-օրյա սննդացանկը ցույց կտա, թե երեխաներու սնունդը սահմանափակ եւ միօրինակ էր։ Մանգադան մեջ հացի ապահովումը դարձած էր առաջնահերթ խնդիր։ Ամեն օր ավելի քան 100 որբերու համար անհրաժեշտ էր մոտավորապես 100 հաց, սակայն նյութական դժվարությունները հաճախ կխոչընդոտեին մատակարարումները։ Օրինակ, հացուխը թատրեցուցած էր հացի դրամատրումը բարձկերու պատճառով։ Ժամանակավոր լուծումներ կգտնվեին բարդ առնելով կամ օգնություն խնդրելով։ Հատկանշական է, որ հացի հիմնական մատակարարումը կկատարվեր ամերիկյան մարդասիրական գազམ་ագերբություններու աջակցությամբ։ Սակայն նույնիսկ այդ օգնությունը բավարար չէր եւ կբահանջվեր խիստ խնայողություն։ Արգելված էր անգամ հացի մնացորդները թենեդել։ Արխիվները նաեւ կվկայեն, թե թերսնուցման հետևանքով երեխաները հաճախ կհիվանդանային։ Բժիշկները կբահանջեին գաթ եւ մածուն հիվանդ երեխաներու համար, իսկ Մանգադունը օգնության կդիմեր միջազգային գազམ་ագերբություններուն։ Այս փաստաթուղթերը ցույց կտան, թե Պալատ Մանգադան գործունեությունը ոչ միայն մարդասիրական առաքելություն մներ, այլ նաև մշտական պայքար սահմանափակ միջոցներով երեխաներու կյանքը պահպանելու համար։ 44-օրյա պատերազմեն եւ արցախցիներու դեղահանութեն են յետք լույս տեսած է նոր գիրքը նամակներ տրախտեն ուր ոչ ոք կա վերնակրով։ Ան երկլեզու հայերեն, ֆրանսերեն հուշագրություն մնե։ Գիրքը հիմնված է արցախցի գրող Հերմինե Ավակյանին եւ ֆրանսացի լրագրողի նամակագրության վրա, ստեղծելով յուրահատուկ գրական գամուրջը երկու աշխարհներու միջև։ Հուշագրությունը կպատմի պատերազմի, կարոդի եւ հիշողության մասին, ներկայացնելով Արցախը մարդկային պատմություններու եւ մանկության հուշերու միջոցով։ Քուվեթի մեջ գտնվող ռազմական ճամբարի վրա Իրանի հասուցած հարվածին հետևանքով առնվազն 10 քուվեթցի զինվոր վիրավորված է։ Պաշտպանության նախարարության խոսնակ Քնթաբեդ Սաուդ Ալ-Աթուանի հայտնած է, որ վերջին 24 ժամվան ընթացքին Քուվեթի օդային տարածքին մեջ հայտնաբերված է թշնամի 14 բալիստիկ հրթիռ եւ 12 անօդաչու թռչող սարք։ Հրացակության հետևանքով վիրավորված զինվորները կստանան բժշկական օգնություն, իսկ ճամբարի մեջ արձանագրված է նաեւ նյութական վնաս։ Ալ-Աթուանի նշած է, որ հարձակումը թիրախավորած է նաև մասնավոր մատակարարական ընկերության բահեսներ, պատճառելով նյութական վնաս, բայց զոհեր չկան։ Պաշտպանության նախարարության համաձայն փետրվար 28-ին ի վեր Քուվեթի օդային տարածքին մեջ հայտնաբերված է 307 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ եւ 616 անօդաչու թռչող սարք։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարած է, թե Իսրայելի հարվածներուն հետևանքով երկրին մեջ զոհերու թիվը հասած է 1200-ի, մարտ 2-ին սկսած ռազմական գործողություններուն ընթացքին։ Պաշտոնական տվյալներուն համաձայն զոհերուն մեջ կան 124 երեխաներ, իսկ վիրավորներու թիվը կգերազանցե 3500-ը։ Միայն շաբաթ եւ գիրագի օրերուն արձանագրված է 49 զոհ, որոնց մեջ կան 10 փրկարար աշխատակից եւ 3 լրագրող։ Իրավիճակը կշարունակե լարված մնալ, մինչ միջազգային հանրությունը գոչ կուղե դադրեցնելու ռազմական գործողությունները եւ ապահովելու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։
Խադուդիկը փարդացակավորներու ընտանիքին պատկանող բույսերու ցեղմն է։ Մինչև 15 սանտիմետր բարձրություն ունեցող բազմամյա գոչղարմատավոր խոտաբույս մն է։ Հետաքրքրական է, որ բազմաթիվ երկիրներու մեջ խադուդիկը կկոչեն թեղին ժենշեն։ Խադուդիկը գնբաստ է հոթերու եւ վերքերու բուժման, օգտակար է մարսողության համար, թրական աստեցություն ունի նյարդային համակարգին վրա, գնբաստ է օրգանիզմեն թույներու դուրսբերման, հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով եւ կհարթեցնե մաշկը եւ կբարելավե թեմքի գույնը։ Խադուդիկի բուժիչ առանձնահատկություններուն ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը թողարկելով Western Armenian շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության բաբանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։